Մեզ համար սրբություն հանդիսացող հայոց ցեղասպանության թեման իրապես սրբություն է համարվում հայ ժողովրդի համար, բայց ինձ մի բան է հետաքրքրում, այդ բոլոր լուսանկարները, տեսագրությունները, ոնց են մեզ հասել, այդ ովքեր են արել, ես ինչքան դոկումենտալ ֆիլմ, որ դիտել եմ, հաղորդումներ, որ դիտել եմ, հարցազրույցներ, որ դիտել եմ, ես չեմ հիշում տենց մի հատ դրվագ, որ մեկը ասի, գիտեք էս ինչ զորքն էր, կամ միգուցե ասել են, ես երևի ուշադրություն չեմ դարձել, կներեք, հիշողությունս այդքան լավը չի, չնայած իմ տարիքը այնպես չի, որ հիշողության հետ ինչ-որ պրոբլեմ ունենամ, բայց ես տենց բան չեմ հիշում, այդ տեսագրությունները, լուսանկարները, տեսագրության հետ կապված մարդիկ կան, ովքեր որ բազմիցս ասել են, դե գիտեք, այդ դրանք հատուկ նկարահանված ֆիլմերից հատվածներ են եղել և կտրտել են, մոնտաժ են արել իրական կադրերին, բա լավ է, տեսագրությունները հասկացանք, այդ լուսանկարները ովքեր են արել, կամ ոնց են ողջ մնացել այդ լուսանկարները անողները, որ տարել հասցրել են արխիվ, այդ պռայավկա անելը, այդ եգքաժամանակը, այդ ովքեր են եղել, կամ միգուցե թուրքերի համար տենց բան է եղել, թուրքերը տենց տեղեկացված են եղել, ասելով լավ սրանք լուսանկարիչներն են, տեսագրություն անողներն են, սրանք մենակ եկել են այդ գործը անելու համար, սրանց ձեռք չենք տալիս, թող հանգիստ իրենց գործը անեն, հենն գնան իրենց աշխատանքը շարունակելու, միշտ զարմացել եմ այդ թեմայի շուրջ, միգուցե միամիտ թեմա է, բայց միշտ է ինձ հետաքրքրել և կարծում եմ ձեզ էլ կհետաքրքրի դա։